կոռուպցիոները բանավեճ այդքան վատ եք տիրապետում այդ ամեն ինչին, հարցը բոլոր թեզերի չի, նույնիսկ մեր կուսակցության ներսում բոլոր օրենքների հետ կապված տարբեր կարծիքներ կան, այսինքն եթե Արամ Զամեն Սարգսյանը կամ որևիցե այլ կուսակցություն չի ասում Դավաճան հողատու, ուրեմն ինքը ընդդիմադիր չի, հա, տենց է ձեր չափանիշը։ Չէ, ինչ չի մտահոգում, որտեղ ինձ մտահոգում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինձ որևիցե այլ կուսակցություն չի մտահոգում։ Այսինքն իրենք բանավեճ իրենք չգիտեք, հակառուս են, այսպես ասած, ոնց հապկից դուրս գան, արագ եւ այլն, այս թեզերի։ Այսինքն հապկից դուրս գալը հակառուսության մասին է խոսում։ Եթե եկեք վերանանք անուններից, հա, եթե մի կազմակերպության ես անդամագրվում, օրինակ ինչ որ միության, ենթադրենք ժուրնալիստների միության, կամ ենթադրենք, չգիտեմ, մսավաճառների միության, եւ այդ կազմակերպությունը իր պարտավորությունները չի բանանում, կատարում։ Դու որ ուզում ես դուրս գաս դրանից, դու հակա լրագրող ես կամ բան ես, չէ, լինի եվրոպական միությունը, ինչի չեն դուրս գալիս, դե փաստացի դուրս եկած ենք, տեսեք, փաստացի դուրս եկած ենք, ինչ վերաբերվում է մնացածին, հետ էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության վրա, հա, եւ մեր բանակցությունների, այն որ դուք ասում եք մենք պատերազմից հետո չենք կարողանալու բանակցություն վարել, թողեք այդ բանակցություն չվարողների վրա եւ 2026 թվականին կգնաք այդ նաեւ կասեք հապկից դուրս չեն գալիս եւ մարդիկ ձեզ կպատասխանեն հապկին ձեր պաշտպանելու խոսույցին։ Եվրոինտեգրման հանձնաժողովում այդ Եվրամիության հետ կապված համաձայնագրի այդ պայմանագրի միանալը, որ չհասկացա Եվրամիության հանձնաժողովում 28-ին արտահերթ վերաբերված այդ նախագծով հնարավոր է Եվրամիությունը, քանի որ այնտեղ ռազմական կոմպոնենտ կա այդ մասնակցելու ինչ որ միջազգային այսպես ուժերի, Եվրամիության այդ համաձայնագիր են կնքում, որով Հայաստանը ըստ էության խաղաղապահ ուժերի նման, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի նման ճգնաժամային այսպես իրավիճակներում Մենք էլ ենք մասնակցել ՄԱԿ-ի շրջանակներում նաև եղել է մասնակցել։ Ենթադրում եք, որ եթե օրինակ թրիփի հետ կապված որոշակի պայմանավորվածություններ ունեն, այդ ուժերը հենց թրիփի տարածքում տեղադրվում։ Չէ, ախր ռազմական թրիփը ռազմական բան չի բանանում, էլի, չի չկա որևիցե Հայաստանի Հանրապետությունն է, ոչ, որևիցե մեկը չի վերահսկելու, Հայաստանի Հանրապետության տարածքը վերահսկելու Հայաստանի Հանրապետությունը։ Եվ թրիփը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, հայ ԵՄԱ-ական չէ, հայ վրացական չէ, հայ եսիմ ուրիշ երկրի չէ։ Ռազմական վերահսկողության կարիք չի լինելու, դուք սխալ եք ընկալում։ Ինչի համար։ Հարց եմ տալի, եթե դուք գալիս եք եւ Զվարթնոց օդանավակայանից մեկնում եք, որը հայ-արգենտինական կազմակերպություն է, որ մեկնում եք ենթադրենք, չգիտեմ, Ուրուգվայ կամ որևիցե երկիր, այնտեղ ինչ որ եվրոպական կամ ռուսական զինվորական է, կամ Պարսկաստանից որ բեռը մտնում է գնում է Վրաստան, ինչ որ մեկը դուք ռազմական ինչ որ բան եք, սահմանապահն է։ Ինքը քաղաքացիական նախագիծ է, ինքը ռազմական նախագիծ չի, ինքը ռազմական տարր իր մեջ չի պարունակում եւ մեր ԱԱՑ-ն եւ մեր սահմանապահները լրիվ իրավասու են եւ իրանք նման բան չի լինելու, դուք ես սխալա որ դուք տենց բան եք պատկերացնում, ինքը ձեր ասած խոսքի մեջ երևում է որ ձեր պատկերացումը արտատարածքային, ինչ որ մեկին ինչ որ մի բան տալու տրամաբանության մեջ է, չէ, այստեղ խնդիրը այն է, ոնց երկու ժողովուրդների մեջ, որոնք որ տարիներ շարունակ իրար նկատմամբ ատելություն են տածել, անենց ինչ որ տրամաբանություն գտնենք, որ այդ միջև այդ ատելությունը իջնի, հա, մարդիկ հնարավորինս քիչ առիթ տանք, որպեսզի իրանք ինչ որ անախորժություն չեն, բայց մենք բոլոր սահմանները բաց է լինել, ես նորից եմ ձեզ ասում, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք ու անելու ենք, նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել, ինչ որ ժամանակահատվածում վերջում, այդ առևտուրը լինելու է, ուզում եք ուզեք, ուզում եք մի ուզեք, ուզում եք հիմա հայրենասերության պատրվակի տակ ասեք, որ տենց բան չի լինելու, լինելու է, անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ, էլ զինվորական դրա արդեն
Լսեք, իսկ դուք տեսնում եք Հայաստանում ինչ տեսանյութներ է տարածվում։ Դուք հասկանում եք, որ մենակ մեր երեք, լսեք, նման տեսանյութներ չկա, բայց մենք ունենք հենց հիմա այնտեղ Ղարաբաղի դրած դրոշներ, որը նույն էմոցիան է առաջացնում Ադրբեջանում, ինչը որ մեր մոտ այդ բանը, այդ տրամաբանը, այն ինչ որ դուք ինչի մասին խոսում եք, դուրս եկեք մենակ մեր տեսակյունից նայելը։ Մենք երեք Ժիրայր Լիպարիցյանը շատ լավ հարցազրույց տվեց Պետրոս Ղազարանին եւ այդ ձեր ասածի հետ կապված շատ հետաքրքիր բաներ օրինակներ ա բերել նայեք մենակ մեր դիտակետից մի նայեք հարաբերություններին ես պատրաստվում եմ ինչ որ հարմար պայի գնամ Ադրբեջան եւ այցելեմ ես պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան ինչ որ որևիցե ֆորմատով վերջաց ինչա ասեցին իրանք ինձ ուղիղ տեքստով ասեցին, որ դա կապված է Եվրոմիության հետ իրենց հարաբերությունների հետ եւ Տիկին Գաֆարովան մեր հանդիպման ժամանակ դրա մասին ինձ ուղիղ տեքստով խնդրել է եւ խնդրել է, որ նաեւ իրենց նախագահի անունից ասել է, խնդրում եմ, որ փոխանցեք, որ սա որևիցե կապ չունի հայկական կողմի հետ։ Հիմա եթե սխալ բան ասեմ, իրանց հարաբերությունների հետ կապված ձևակերպումը սա է, ես խնդրեցի հարցեցի, ասի կարող եմ ես սա բարձրաձայնել, ասին այո, կարող ես բարձրաձայնել եւ ես մի քանի անգամ բարձրաձայնեմ Կարինե ջան։ Չէ, չի եղել, բայց եթե լինի, ես այդ հրավերը կքննարկեմ։ Բայց դուք նորմալ եք համարում գնալ գալը, եթե մենք այնուամենայնիվ այնտեղ ունենք գերիներ։ Իսկ քննարկել ասելուց ինչ նկատի ունեմ, ես կքննարկեմ։ Բա որ ասում եմ քննարկել, ես ինչ նկատի, ես չեմ ասում, չէ՞ կարող է ասել, ես կգնամ։ Լսեք, մեր գերիների հարցը մենք ունեցել ենք 200-ին հասնող գերիներ։ Հիմա այսօր կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք եւ ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը ինչ որ պայի գալու է հասնի 0-ի եւ վերադառնալու են բոլորը, վերադառնալու են նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն ձեր լավատեսությունը հիմնված է արկա քննարկումների վրա, թե ինչ-որ բաներ Փորձի վրա, ասում եմ, պատերազմից հետո մենք ունեինք 200-ին հասնող հաստատված գերի։ Այսօր մենք ունենք 23 գերի։ 10-նապատիկ ավելի քիչ։ Դա ինչ որ հիմք է, որի վրա ես կարող եմ հենվել։ Ես կարծում եմ հիմք է եւ ես գիտեմ, թե ինչ ջանքեր է արվում իշխանության կողմից, իմ կողմից, արտաքին գործերի նախարարի կողմից եւ այլը։ Գիտեմ, դրա վրա է հիմնված իմ լավատեսությունը։ Ասում եք, եկեք սպասենք կվերադառնան, իրենք էլ կվերադառնան, սակայն Վիգեն Ջանդի հարկինը ասում է, որ կրիտիկական է իր վիճակը, չի կարողանում քայլել։ Այսինքն ու այս մենք տեսանք, որ քաղաքասարակության անդամները Հայաստանից գնացին եւ չկարողացան տեսակցել, արդյոք մտահոգիչ չի այս իրավիճակը ինչ-որ։ Դե ասում եմ մտահոգիչ է, դրա համար զբաղվում ենք, դուք ինչ գիտեք մենք ում հետ կապված ինչ գործունեություն ենք անում։ Դուք միակ բանը որ պետք է իմանաք, որ բոլորի հետ կապված մենք բոլոր հնարավոր գործունեություն անում ենք։ Միջազգային կառույցների հետ կապված իրենց հետ բանակցելու առումով նորից եմ ասում, նայեք թվերին, մոտավորապես 200 եւ հիմա 23